Ջորջան, սպասենք տեղավորվի օպերատորը նոր, թե արդեն կարանք սկսենք։ Շո, բարև ձեզ հարգելի լրագրողներ, բարև ձեզ հարգելի ներկաներ, ուրախ ենք այսօր ձեզ մեր հարկի տակ ընդունելու համար, շնորհակալություն եմ հայտնում ձեր բոլորին, հրավերը չմերժելու, այստեղ ներկա գտնվելու այսքան կարևոր խնդրի մասին լուսաբանելու, ու ամենայն դեպս մեզ համար այսքան կարևոր խնդրի մասին լուսաբանելու համար։ Ուրեմն ես Գոռ Մուրադյանն եմ, 20 թվականից անհայտ կորած Հենրի Մուրադյանի օրեղբայրը, կողքիցս աջ նստած է Ասիա Դանիելյանը, 20 թվականի անհայտ կորածի մայրը, աջ կողմը Ասիանը, ձախ կողմը Արամ Չանախչյանն նստած 90-ականներից Արաբո Ջոգատի անհայտ կորածի որդի։ Առաջարկում եմ մենք սկզբից խոսենք, հետո պատասխանենք ձեր բոլորի հարցերին, եթե հարցեր կառաջանան։ Բայց մինչև սկսելը արդից օգտվելով, քանի որ հանրային է, ես ուզում եմ այս 6 տարիների բացթողման մասին խոսամ, մեր այս ցավերի մեջ մենք ժամանակ առ ժամանակ մարդկանց տխրություններին ու ընդմիշտ ուրախություններին չեն կարողացել մասնակցել, հույսով եմ բոլորը մեզի հասկանում են պատճառների մասին ու շատ քննադատողական չեն մոտիկանա, ներողություն ենք խնդրում այն մարդկանցից, ումը պետք է արժանի ուշադրություն դարձնենք ու չենք կարողացել մեր ժամանակի սուղռնելու մեր ցավի պատճառով։ Ուրեմն անցնելով բուն նյութին, այսօր ձեզ հրավիրել ենք այստեղ, որպեսզի ձեր միջոցով, ձեր օգնությամբ հանրությանը իրազեկենք անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող նոր կառույցի բացման մասին։ Դեռևս 25 թվականի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ես խոսել եմ այս մտադրության մասին։ Ու ուզում եմ այսօր կրկնվեմ, որտեղից է առաջացել այս միտքը։ 20 թվականի դաժան պատերազմից հետո սկսվեց ծնողների տառապալից պայքարը։ Պայքարի ընթացքում մենք նկատեցինք հանրության անտարբերությունը, թե որքան են նրանք անհաղորդ այս խնդրին։ Բնականաբար դա վիրավորական էր։ Հետո ես ժամանակի ընթացքում ինձ որսացի այն մտքի մեջ, որ չէ որ ես էլ 90-ական թվականների ընտանիքների ցավին եմ անտարբեր եղել։ Մտածում եմ ես էլի մեղքի բաժին ունեմ եւ կարելի է ասել մտածմունքը դարձավ մեղքի զգացմունք։ Մեղքի զգացմունքը պարտքի զգացմունք, պարտքի զգացմունքը մտորում, մտորումը խոսք առաջարկ, առաջարկը գործ։ Եվ այսօր կարող ենք ասել, որ այնինչ 25 թվականի դեկտեմբերի 10-ին մտածմունք էր, այսօր արդեն իրողություն է։ Մենք այսօր ունենք կառույց, որը կոչվում է անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա, կարճ ԱԿՀՀԱ, որի համահիմնադիր նախագահն ես եմ Գոռ Մուրադյանը։ Կառույցում ներառված են 90-ականներից 20-ի և 23 թվականի անհայտ կորածի հարազատներ։ Իդեպ մենք աշխատանքային համարն էլ խորհրդանշական ընտրել ենք 099-ով 90-20-23 խորհրդանշում է անհայտ կորածների տարեթվերը։ Ինչու և ինչ գործով է զբաղվելու այս կառույցը։ Կառույցը պետք է հնարավորինս խթանի անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման գործընթացը։ Նաև պետք է բարձրաձայնենք անհայտ կորածների ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական խնդիրների մասին։ Կարևոր առաքելություններից մեկն էլ այն է, որպեսզի մենք բոլոր հնարավոր կամ անհնարին միջոցներով այնպես անենք, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք չանցնի այն արհավիրքի միջով, ինչի միջով անցնում ենք այսօր մենք։ Ցանկանում եմ Աստված բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, առողջություն պարգևի։ Խոսքը փոխանցեմ Ասիա Դանիելյանին, թող ինքն էլ իր խոսքն ասի, հետո կանցնենք առաջ։ Շնորհակալություն։ Ասիա ջան, դու նստիր, որ լսի։